Այլ գործողություններ մենք որոշել ենք այսպես բարբերաբար եւ ավելի հաճախ դառնալ Հայաստանի Հանրապետություն հանրապես այն ավանդույթին եւ քննարկման դնել այնպիսի հարցեր, որոնք որ կապված են իրավական ոլորտում իրոք իջեցել։ Այսօրվա մեր դիրը հաստատան բարեմեջությունն է։ Մենք խնդրել ենք պարոն Մեջունյանին ներկայացնել ընդհանրապես դատական համակարգի հետ կապված այս վերջին զարգացումները, որովհետև ես տեղյակ եմ, որ կա որոշակի դժգոհություն փաստաբանների մոտ ընդհանրապես կառավարությունների վճիռների ընդունման կարգի կապված։ Ես տեղյակ եմ, որ մինչև այս վերջին իրադարձությունները մարզամասնական ընթացքում որոշակի գործունեություն ունեն ես խնդրեի բացատրել ինչու կանոն ամբողջ ինչ նպատակներ ունեք ինչ եք ստացել։ Часто правительство не стало понимать. Для этого там просто Սամությունը այդ օգնումը որպես նորից ինչ-որ գործակալի ողջի արժանելա սակայն օգտարների քաղաքականացնել հայտարարությունները նրանք իրականում աշխատել դատապի ստանդարտական համակարգից հետապաս ողջի այդ ինչ-որ քաղաքական նպատակներ կան եւ կոնտեքստի մենք որոշեցինք սպասել ասացին այդ գործողությունը մինչեւ այս հետընտրական զարգացումները վերջանան ապրիլի 9-ը անցնել կապված է որ մեր բողոքը ավելի առարկայական արտահայտ է ահա ապրիլի 9-ը վերացել է եւ մենք ցանկանում ենք նշել որ հաստատողների այդ ակցիաները որ տեղի ունենան կամ որ իրացել են իրականում որևէ չունեն իրականում դա համստավորություն է դատական համակարգից, հատկապես իշխանությունից, ինչներ փորձում են ասածայինը, ասեն որ դա փորձ է կատարում պարզունակացնել դատական համակարգից, որ ասենք կարգական գործերով մեկ այս կողմը մեկ պատասխանող կողմ միշտ մեկը շահում են մյուսի պարտում եւ 50% դժգոհությունը ապահովված է։ Իրականում դա այդպես չի, նախ եթե աստորացում իրական աշխատանքներ իրականացնում, դա մարդիկ սկիզբն են կապում։ Երկրորդը հաստաբանները հենց ինձի կատարում են։ Հաստաբանները շատ գործեր շահում են, այսինքն դրանք մեր շահում են եւ պատմում ես օրին 80 եւ ավելի տոկոս են գործերի շահում, սակայն այդ դժվարությունը կա, որովհետեւ այնպիսի ապօրինություններ են, որոնք չես կարող տեղավորել ոչ մի բանի մեջ։ Այսինքն դու վստահ չես կարող գնել, որ իրական արտադրություն իրականացնի։ Հենց այստեղ է պատկերված ամենից եւ մենք հետագայում կոնկրետ բացահայտումներ կանենք այդ ամենի վերաբերյալ եւ ինչպես է դա արվում, ինչպիսի ապօրինություններ են արվում։ Այսօր ցանկանում ենք հանրական ներկայացնել պատկերը եւ եթե ասել լինեն մանրամասնով
ուրեմն ակցիաներ են լինելու, ամենայն դեպս մենք այս process-ին երկու համատեղել process-ին ապրիլի չնա եւ նաեւ այդ ինքնություն ասես ասած որ արդեն կար ինչ-որ լուծում լինի, այսինքն այդ ժամանակը նաեւ պետական համակարգի որպեսզի լուծում լինի, նաեւ դրված է օրենսդի մարմնի եւ օրենսդրական նախաձեռնություն Երկուզև օրենսդրական լուծումներով այդ հարցի կարգավորումը կա եւ առաջ դեռևս ոչ անհասկանալ է այսինքն եթե դատարանը համարտարակի վճռի օրենսդրական ինչ կարգավորում կարող է այստեղ ուրեմն մանրամասն մենք գտնում ենք այս մարդկանց մեջ բայց անցած տարիներ այդ ողջացած հետո հարաբերության կազմակերպել համապատասխան կազմով գնահատումներ եղան եւ նույնպես ստորգործական դատարանի այսպես ասած վերցրեցին պատասխանատվությունը դա ասում սապես օրենսդրական խնդիր է կա եւ լուծում ստանա սակայն հարաբերություն ստանա սակայն ինչ որս այդ օրենսդրական բարեփոխումները ապար չէ հետեւյալի մասին են խոսքը նշանակել դատարանը եթե բողոք է ստելու պետք է պատճառաբան ինչու է եւ ինչու չի այսօրվա դրությամբ ընդհանրապես չի պատճառաբան ինչու է սանվում ինչու չի եւ այստեղ մեծ կողմություն ռիսկ կա եթե մարդը պարտավոր չի պատճառաբանել ոչինչ կամ մարդը կատարում պատահել նա կարող է գայթակղությանը գնալ եւ չի բացառում որովհետեւ այդ կողմից կա բացումից հայտարարել է հետեւաբար եթե պարտավոր չէ պատճառաբանել կամ իր այդ պարտականությունով կազմված չի կարող կազմակերպել այստեղ խնդիր կա եւ այդ օրենսդրական փոփոխությունները պետք է տանեն նրան որ պարտադրեին պատճառաբանել պարտադրեին կոնկրետ դաշտ սահմանային, որ երբեք այսպիսին է պետք է փոխվելու չկանապատեպային որոշում եթե կա, բայց այս բողոքը դատարանը դրան հատածող որոշումի կայացրել եւ այլն եւ պետք է պարտադիր պատճառաբանություն ինչու է, որովհետեւ ինչու է, ինչը որս այդ առավել հստակեցնում օրենսդրական ակտերը չեն ասում եմ մենք հատված չենք որ հատկապես դրանց բայց դա կարող է ինչ-որ չափով հարցը սարսին լուծում տալ, բայց ոչ այն զգովությունը, որ առաջանում ես մոտ և ձեր գործընկերների մոտ դատարավորների դա ինչ-որ ձևով հասկացի ֆիքսում, ասենք կա օրենք կամ օրենքներ սպառնենք նամանում կամ բավարար որոշում է կայացնում եւ ուզում եմ հարցը շարունակել հետեւյալով չէ որ շատ դեպքերում մարդիկ անարդարացի վճռի զգոր է դառնում ինքը գնում է վերելիացիան եթե դերը չի կարողանում ուզում է եվրոպական դատարան կա ձեզ մոտ ինչ-որ ստատիստիկա որ ասենք այդ ինստիտուցիան մենած եվրոպական դատարան հետ եկա ուղղում արդեն է ուզած մարդու և հետո որևէ ասենք մեկը պատասխանատվություն կրում է դրա համար որ ասենք դատական համակարգ պատվեր 3 տարիներով կայացրել է այս ռակուրսով է ստատիստիկա որևէ շեղալներ կան թե այսօր տվյալներն դա ասեք ինչու է կարում երկրորդ մենք պրոֆեսիոնալ ենք աշխատում մենք որոշակի հստակություն իսկ նշանակել դատարանի երկրորդ չի պատճառաբանների որոշումները կամ կանխատեսել այսինքն ինչ ես կարողանում կանխատեսել ինչպիսին քննություն ստացվի։ Սա պատմում ես աչքի չես իմանում ինչն է չափանիշ ընդունում վարույթներու թե չի։ Հոհաճախորդություններ չես կարողանում հստակ ասել որ դեռ ինչ ես նախադեպում մենք չենք երաշխավորում բայց այսպիսի դեպքերում վարույթներում այսպիսի դեպքերում չի։ Եթե պատճառաբանված լիներ ասենք հետևաբար ասենք ուզում է չի ուզում չի իսկ ինչ է պետք է որոշում ես գնացի
Սա խնդիր է, մենք չենք ուզում այդպես։ Մենք ուզում ենք այդ հստակությունը լինի, դատարանը պետք է կանխատեսելի լինի։ Սա մեկ, երկրորդ այդ ստատիստիկայի հետ կապված ասած, քրեական գործերով Հայաստանում մարտահրավերների օրինակ 1% չի կազմում։ Սա մի երևույթ է, որ դատարանները այսինքն ոչ թե արտադրություններ իրականացնում, այլ մեղադրանք չկա այսինքն դատախազության վերած բոլոր համարյա գործերը վերաբերված համարան մեկ օգուստը չշի բաներ այն դեպքում երբ եվրոպական հանրային երկրներում դա 12-25%-ը եւ սա այն դեպքում երբ որ այնտեղ քննությունը նորմալ լավ է տարվում այնտեղ կրիմինալիստիկան ահավոր զարգացած է չգիտեմ դերիվաններով եւ այլն այսինքն այնտեղ բացահայտումներ արձակողությունները այնպիսի մեխանիզմներ են որ մերով չունեն բայց 20-25% արտադրություններ են լինում մերով չկա քաղաքացիական գործերով նշանակեք բողոքներից ընդգրկում է շատ ինչ 10-15%-ի մոտ ինչ-որ սահման եւ դա պատճառաբանություն մնացածը վերադարձում է էլի ապաց պատճառաբանության այսինքն չկա որոշակություն եւ սա ամենից առաջինը եվրոպական դատարանի հետ կապված հրապարակումներ բազմիցս բազմաթիվ որոշումներ են Հայաստանի դեմ սոցիալիստական կոմունայի գործերի վերջացած քրեական գործերով եւ այլն եւ դատարանները պատասխանատվության չեն ենթարկվում համար ոչ մի ոչ այդ պատասխանատվության եւ ինչու որովհետեւ այդ գործը չէ պատասխանատվության Արտադրության խորհուրդների դատարան համակարգիչը դատական համակարգիչը որի դատարանների նկատմամբ ճնշում չլինի այլ մարմինների կողմից, բայց չէ այդպես էլ կա։ Օրենսդրական բարեփոխումների մեջ նախատեսված եվրոպական դատարանի Ընդդեմ Հայաստանի արտադրությունների մասով համայնքով որևէ վերլուծություններ արվում են, այսօր էլ արվում են, եւ միգուցե փորձում են որ այդ որոշումների մասով այլևս որոշումներ չկայացնեն ամենայնպես որոնք ասել չկա բարոյական գծի փոխանցման արտադրության զոր կամ ապօրինի դատապարտման զոր կազմած այդ եվրոպական դատարանները ֆինանսական փոխհատուցում պետք է մեր մոտ չկա, բայց հիմա երբ որ Հայաստանի քննարկումներ եղել են, որ պետք է ուրեմն այս դեպքում այդ փոխհատուցումը տարեկի, բայց օրենսդրական դաշտը չկա։ Ինչ որ բաներ արվում է, բայց մակերեսային է, այնպիսի բաներ չեն արվում, այսինքն դառնակ ասում իրենց կոստովի, եւ ինչ որ բան անում են, բայց իրենք չեն հենց նախաձեռնող իսկ եվրոպական դատարանը որևէ կապ ունենա մի 4 ամիս է տարիական դա այսօրվա ուրեմն այդ ակցիան ինչպես է ինքնաբուխը ապօրինի անդամներ այժմ է եղավ, սակայն անցած անգամ դեպի այժմ մեկ ամիս առաջ ինչ-որ այդպես կան դասավանդների եւ այդ քննարկումները եղան, ինչ-որ մի բացառություն արդյոք այս ապօրինությունները կապված նորից չի գործադրանել, որովհետեւ absolutely չստացավ այդ ոստի պատմական բոլորը Ստատես մարդկանցից է այդ ասված։ Եվ այդ համակարգի մասնաբաններ տարին նախնից կոմբի հազարամյա անդամներին կարծես թե նորից այդ պրոցեսը կազմակերպել, նաև այս ընդմիջումը մինչև աղբերի և այդ շարունակել թեման կապված և նախատեսում եք
Դեռ ոչ, կոնկրետ դեպք էս դեպքում ես ոչ այդքան հազմախմբի կարծիքներ ներկայացնում, դրա հետ կապված այս ինքնացել է հավատում մեր որոշումը կլինի և մեր հայտարարությունը կլինի։ Այս դեպքում ես այս նախաձեռնության հետ կապված պատկերաբար ներկայացնելու իրավական համակարգի հետ կապված խնդիրները ես որպես վաստակաբար մի քանի հավանաբար ասացիական նաև մունիցիպալների բաժնի նախնական պայմանավորվածություն կա և կոնկրետ բացահայտումներով ես կապված ասեմ աղեսի բացահայտումներ կանեմ ինչպես հավատալ Ես առաջարկում եմ դեպքում սենտրալներն որ պատասխանատուներ կամ կարող է ասեմ որ դրական մասը եթե կոնկրետ օրինակ բայց ես կարծում եմ որ օրինակները շատ են բայց այնուամենայնիվ օրինակներով է խոսել կոնկրետ ունենք նման օրինակներ մենք պատասխանենք փաստերով Այս բանը չեմ ուզում ասել, որպեսզի ճշգրտենք այս երկու այնպիսի, ասենք օրինակ առաջի աջանի կատարակը, վճիռ եք կայացնում, տալիս եք օգնում, բայց իր մոտ ուրիշ բովանդակության մեջ։ Նույն վճիռը, նույն անձանցում նույն անձանով, տարբեր բովանդակության փոխին մի բան է տալիս, իր մոտ մեկ այլ բան է։ Այս մասն ես խոսալու։ Եվ վճիռավետը դա նոր բան է։ Այսինքն որ ինչ-որ վճիռը լավ են բայց ոնց ես մեկալ վճիռել եմ ասում հետո բացահայտում ես դա ես վերել եմ երկու վճիռ դու ամսակով աղբիկների ներով երկուսներ բնորոշները և հենց առաջի էջից տեսնել եմ որ ոչ անձերի սա դահաճատենց վերջացող վճիռ որոնք նորմալ համարելի ինչն է դարձել։ Այսինքն դա որոշեցի, բանը չընդունեցի, չմեկանեցի։ Ես շատ մանրամասն ասեմ, ես գործի հետ կապված նաև երկրորդ ես այդ որոշումը չկամեցի որ դա պետք է ժամանակից երկրորդ դատան մեջ եւ ասում եմ որ ձեր մոտ նախադեպքա ասում եմ չկա որպես նման ոչ չէր կարող ասել դրա չէր կարող նման գործ երկու տրամաբանության մեջ երևակայության մեջ ասում դատանի երկու չի ու մյուս աջանը եթե նման բան դրա չի դասել այսինքն շատ իսկ կոնկրետ բացահայտման ձևով եթե ինչ է այդպես այլ նման օրինակներ այսինքն ես Պարբերաբար դա կարող է դեպքացել նույնը շատ ցավոք սրտի շատ ուրախ եմ երկուսի ներկայացման համար եթե այլացել կամ քուշեմ եթե ոչ մեր հաջորդ հնարավորների ժամանակ քուշեմ պատասխանատվով մենք աշխատենք որպեսզի իրավական համակարգ պատասխանատվներ մենք կարողանանք այն քննարկմանը եւ փորձել ինչ որ դեպք Շնորհակալություն, պարոն Մելոյան, դեպքի ներկայացուցիչ։